Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արցախը Հայաստան է եւ վերջ, Լեոնիդ Ասկալտյանի անմահ խոսքը, Արմենակ Աբրահամյան, Բաքվի սպառնալիքներն ու Հայաստանի ինքնիշխանության պաշտպանումը, Աշոտ Հարությունյան, Անահիտ Նազարյանի հիշողության ճանապարհորդությունը երազի եւ իրականության սահմանին, Բայթումներու ցայները թատրած են Թեհրանի մեջ, Մշակութային ժառանգության պաշտպանումը զինյալ փախումներու ընթացքին, Իրավական շրջանակը եւ հայկական իրականությունը, Աշոտ Հարությունյան, Ռոժիկ Վանի քաղցրահամ ժառանգությունը, մորցված փայտ չկոտրված, իսլամացած հայերը Սուրյո մեջ, հայկական մշակույթը Դրեզդենի մեջ համերգ, ցուցահանդես եւ զրույց։ Հունիսի 21-ին Zoom հարթակով Արմենակ Աբրահամյանի գլխավորությամբ կայացավ խորհրդանշական հանդիպումը։ Մենք համախմբված էինք ասկային հերոս Լեոնիդ Ասկալտյանի հիշատակին, բադվելու եւ անոր սխրանքը վերարժևորելու նպատակով։ Բարոն Լեոնիդ Ասկալտյան այն մարդն էր, որ դարիներ շարունակ պայքարեցավ եւ աշխատանք տարավ ասկային բանակը ստեղծելու համար։ Այն բանակը, որ հաջողեցավ ազատագրել Արցախի ամբողջ տարածքը։ Այն բանակը զոր հայ ժողովուրդը կանգնեցուց ցույց տալու համար իր դրացիներուն թե հանուն ինքնության, մշակույթի եւ հայրենիքի հայը միշտ կանգուն է, միշտ պատրաստ։ Ցավոք նույն այդ օրը հունիս 21-ին մեր հրամանատար Լեոնիդ Ասկալտյանը նահատակվեցավ դիվերսիոն խմբավորումի հարձակումի հետևանքով։ Այսօր գուզեմ միանալ իմ զինվոր եղբայրներուն, հիշելու եւ խոնարհվելու մեր հրամանատարի հիշատակին առջև։ Բարոն Լեոնիդ Ասկալտյանը այն մարդն էր, որ Քեդաշենի մեջ վճռագամորեն ասավ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Լեոնիդ Ասկալտյանը այդ խոսքը արտասանեց ուղիղ, բարձ եւ հիմնավոր։ Անհստակ եւ համոզիչ կերպով բացատրեց, թե ինչու Արցախի հողը հայկական է։ Բայց տարիներ յետ 2019-ի հունիս 21-ին Արցախի մեջ տեսա ուրիշ մարդը Երևանի իշխանություններեն։ Ան նույնպես արտասանեց նույն խոսքերը՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Ես զարմացա, արդյոք ինքը հասկնար այդ խոսքերուն խորքը։ Կգիտակցեր, թե անոնք կպատկանեին Լեոնիդ Ասկալտյանին, թե փորձեց իր անձին վերակրել մեր հրամանատարի առաքելությունը։ Թող լայտպես, թող Ասկալտյանի խոսքերը դարածվին ամբողջ աշխարհով մեկ, թող յուրաքանչյուր հայ լսե, թող հասկնա, թե հայրենիքի պաշտպանությունը բադիվ է, բարդ է, պատասխանատվություն է։ Մեր բանակը պետք է ունենա քաղաքական հիմքեր, այդ քաղաքները պետք է խոր արմատներ ունենան մեր ազգի հոգին մեջ։ Ցավոք, մենք ականատես եղանք, թե ինչպես մարդիկ կրնան փոխել իրենց խոսքը, տրժել իրենց երթումը, մոռնալ իրենց խոստումները, եւ այդպես ալ եղավ։ Ան մարդը, որ 2019-ին գգրտներ Ասկալտյանի խոսքերը, նույնն էր, որ դարիներ յետ քայդարարեց, թե Արցախը պետք է մնա Ադրբեջանի գազմին մեջ, նստավ իր պաշտոնական գրասենյակին մեջ եւ հանձնեց Արցախը։ Այսօր մենք կանգնած ենք աղետալի իրողության առջև։ Արցախի ժողովուրդը զրկված է իր հողեն, իր հայրենիքեն։ Մենք ցեղասպանություն տեսանք մեր աչքերով, բայց պայքարը չավարտած։ Այդ պայքարը պիտի շարունակվի։ 2023 թվականի սեպտեմբեր 19-ին Ադրբեջանի զինյալ ուժերը Թուրքիո, Պակիստանի եւ Աֆղանիստանի աջակցությամբ հարձակում գործեցին Արցախի վրա, գրավելով ամբողջ տարածքը եւ բռնի դեղահանելով հայկական բնակչությունը։ Այս գործողություններեն յետ Ադրբեջանը սկսավ ճնշումներ ու նոր հանգրվան ուղղված թեպի Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանի հարգադրանքի քաղաքականության հիմնական արտահայտությունները՝ զորքերու կուտակում Արևելյան Հայաստանի սահմաններուն, Սյունիք, Դավուշ, Գեղարքունիք մարզերուն մեջ, դարածքային բահանջներ Հայաստանի դեմ Զանգեզուրի միջանցք ձևակերպումով, Հայաստանի սահմանադրության փոփոխության բահանջ Արևելյան Հայաստանի ինքնիշխանությունը անեքսիոնիզմ գոչելով, Բաքվի, Սումգայիթի եւ Արցախի հայ փախստականներու վերադարձի բացարձակ մերժում, միջազգային համագործակցություններու սահմանափակում Հայաստանի հետ, մասնավորապես Ֆրանսիայի եւ Հնդկաստանի ուղղությամբ։ Հայաստանի հնարավոր պատասխան քայլերը՝ թիմել ՄԱԳ-ի եւ Եվրոմիության համապատասխան մարմիններուն, խաղաղ ուժերու դեղական բահանջով, զարգացնել հագաօթային պաշտպանության համագարկերը նոր սպառազինություն ներմուծելով, թիմել միջազգային դատարան Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի խախտում ճանաչելու նպատակով, ստեղծել նոր ռազմավարական դաշինքներ Հնդկաստանի, Ֆրանսիայի, Եվրոմիության եւ այլ երկիրներու հետ։ Հայաստանը այսօր կանգնած է քոյապանական մարտահրավերի առջև, որպես ՄԱԳ-ի անդամ եւ շրջանի ժողովրդավարական երկիր անունի իրավունք եւ պարտավորություն պաշտպանելու իր սահմանադրական ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքներուն վրա։
Հրանտ Տինք հիմնադրամի գազմագերբած հանդիպումի ընթացքին ֆիլմի ներկայացուցիչ Անահիտ Նազարյան կբաժնեկցեր իր անձնական պատմությունը Գեսարիա գդարած ճամփորդության, գործված գյուղերու եւ ընտանեկան հիշողության վերագենտանացման մասին։ Ամերիկահայ ֆիլմի ներկայացուցիչ Անահիտ Նազարյանի համար Գեսարիա գդարած ուղևորությունները բարձ սպոսանքներ չէին։ Այդ ճանապարհները հիշողության վերադարձի եւ ինքնության որոնման խորք ունեցող փորձառություններ էին։ 1993-ին առաջին անգամ այցելելով իր նախնիներու երգիրը եւ անդեսելով զգուշացումները մասնակցեցավ հadoop շրջակայությանը։ Ան գհիշե, որ այդ ամբողջ ընթացքին գուղեկցվեր սև փոսմը իջնելու խոր զգացողությամբ։ Անահիտ Նազարյան ներկայացած էր որպես մարդը, որ կփորձե գտնել իր հիշողությունը եւ արմատները։ Ան պատմեց, թե ինչպես այցելեց նաև Չուչուն գյուղը փնտրելու համար իր մեծ մոր դունը։ Գյուղացիները եւ գյուղաբեդը միացան անոր այդ որոնումներուն մեջ։ Դունը կդանք, որովհետև բոլորս իրար կճանչնային, կհիշե ան։ Ան կփոխանցե իր ներշնչումը, այս ուղևորության շարժիչ ուժը եղած է մաքուր մարդկային հետաքրքրությունը։ Մարդը մարդուն կգտնե անկախ կրոնքեն եւ քաղաքականութենեն, իսկ պատմությունը անդեսել կարելի չէ։ Իմ մեծերը վերապրած էին։ Ես ուզեցի տեսնել, թե ուր ապրած էին եւ ինչպիսի մարդիկ էին, գսե ան։ Այս խոսքերը կվկայեն ոչ միայն անձնական ճամփորդությանը, այլ ամբողջ ժողովրդի անաբարտ պատմության մասին։ Պատմությունը, որոնց էջերը այսօր գրգին կբացվին նոր հայացքով, նոր զգացողությամբ։ Ըստ BBC Բարսկական ծառայության Տեհրանի բնակիչները հայտնած են, որ գիշերը բայթումներու ցայները թատրած են։ Իրանի արտաքին գործոց նախարար Աբբաս Արաքչին էքս-հարթակին վրա գրած է, թե իրենց զինյալ ուժերուն գործողությունները շարունակված են մինչև առավոտյան ժամը 4-ը՝ ի պատասխան Իսրայելի հարձակման։ BBC-ն կհաղորդե, որ Տեհրանը այդ գիշեր ենթարկված է ամենաթեժ օդային հարձակումներուն հունիս 13-ին ի վեր։ Արաքչին նաև հերքած է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական դադարեցման մասին համաձայնության գոյությունը, հայտնելով, որ համաձայնություն ձեռք բերված չէ։ Միևնույն ժամանակ նշած է, որ Իրան կզսպվի պատասխանեն, եթե Իսրայել դադարեցնե իր հարձակումները մինչև առավոտյան ժամը 4-ը։ Աշխարհի մեջ մշակութային ժառանգության պաշտպանությունը զինյալ բախումներու պայմաններուն տակ կձևավորվի միջազգային իրավունքի կարևորագույն փաստաթուղթերու միջոցով։ Այդ փաստաթուղթերեն շատերը վավերացված են նաև Հայաստանի Հանրապետության կողմէ։ Գլխավոր միջազգային փաստաթուղթերը, որոնք կկարգավորեն մշակութային արժեքներու պաշտպանությունը պատերազմներու ժամանակ։ Հակայի 1954-ի համաձայնագիր եւ անոր առաջին եւ երկրորդ արձանագրությունները, որոնք երաշխավորեն մշակութային գոտողներու պաշտպանությունը զինյալ բախումներու ժամանակ։ 1949-ի Ժնևի համաձայնագրերը եւ անոնց առաջին եւ երկրորդ արձանագրությունները, որոնք կսահմանեն քաղաքացիական բնակչության եւ մշակութային գոտողներու պաշտպանության սկզբունքները։ 1948-ի ցեղասպանության կանխարգելման համաձայնագիրը, որուն ներքո մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումը կրնա դիտարկվել որպես ցեղասպանական արարք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1972 եւ 2003 թվականներու համաձայնագրերը, որոնք կընդգրկեն թե նյութական եւ թե ոչ նյութական մշակութային ժառանգությունը։ Եվրոպայի խորհրդի Ֆարոյի համաձայնագիրը 2005, որ կշեշտե մշակութային ժառանգության թերը ժողովրդավար հասարակության կառուցման մեջ։ Այս փաստաթուղթերը միասին կկազմեն միջազգային իրավական հիմքը, ըստ որուն յուրաքանչյուր պետություն բարդավոր է պաշտպանելու ոչ միայն սեփական, այլև իր վերահսկողության տակ գտնվող տարածքներու մեջ գտնվող մշակութային արժեքները։ Վերջին տարիներուն, մասնավորապես Արցախի մեջ ծավալած պատերազմներուն ընթացքին, հայկական մշակութային ժառանգությունը դարձած է ուղղակի թիրախ։ Օրինակ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեչոց եկեղեցին որպես հայտնի մշակութային եւ հոգեվոր խորհրդանիշ ենթարկվեցավ ուղղակի հարձակումի։ Ըստ միջազգային իրավունքի նման գործողությունները կգնահատվին որպես պատերազմի հանցագործություն։ Հայաստանը որպես վավերացուցած պետություն ունի բոլոր իրավական հիմքերը բարձրացնելու ոչ միայն մարդասիրական, այլև մշակութային բնույթի հանցագործություններու հարցը միջազգային ադյաններուն թիմելով։ Մշակութային ժառանգության պաշտպանությունը միայն պատմական հուշերու պահպանման խնդիր չէ, ան ազգային ինքնության, իրավունքներու եւ անվտանգության առանցքային բաղադրիչ է։ Զինյալ ընդհարումներու ժամանակ այդ արժեքներուն պաշտպանությունը միջազգային բարդավորություն մնե, որոնց խախտումները պետք է արժանանան համարժեք իրավական գնահատումի եւ պատասխանատվության։ Ռոժիգը Արևմտյան Հայաստանի ավանդական քաղցրահամ մթերք մնե, որ տարածված էր Վանի շրջանին եւ ընդհանրապես ամբողջ Արևմտյան Հայաստանի մեջ։ Իր ցևով ան կհիշեցնե Շարոցը։ Ռոժիգը ավանդաբար կպատրաստվեր խաղողի բերքահավաքի շրջանին։ Ան կունենար նաեւ դիսական նշանակություն։ Հին ժամանակներուն կնվիրվեր նախնիներուն կամ կտեղադրվեր օջախին մոտ ի հիշադակ եւ ի բարեբերություն։ Վանի, Մուշի, Բիտլիսի եւ Խարպերտի շրջաններուն մեջ ան դարձած էր մշակութային խորհրդանիշ, միախառնվելով բնության բարքեր
պարգևներն ու ժողովրդի ստեղծագործ ոգին։ Մինչև այսօր ռոժիկը կպատրաստվի արևմտահայ համայնքներուն մեջ Լիբանան, Ֆրանսա, Ամերիկա եւ Սուրիա։ Ան կնկատվի գենթանի գապը անցյալի, մշակույթի եւ սերունդե-սերունդ փոխանցվող հիշողության միջև։ Քաղաքագետ Կարինա Ավետիսյան ապրիլին այցելած է Սուրիո հյուսիսարևելյան ինքնավար շրջան Ռոժավա, ուր հանդիպած է իսլամացված հայրուն ցեղասպանութենեն մազաբուրցներու ժառանգներուն։ Չնայած հարգատրապար մուսուլման դառնալուն, այսօր անոնք կփորձեն վերականգնել իրենց հայկական ինքնությունը։ Ռոժավան, ուր կգործեն ժողովրդավարական կոնֆեդերալիզմի սկզբունքներ, անոնց տված է ինքնագազմագերման հնարավորություն։ 2019-ին հիմնված է Հայկական սոցիալական խորհուրդը եւ Նուբար Զանյանի անվան մարտական զորամիավորումը։ Համայնքը կգազմագերբի արևմտահայերենի դասընթացներ, ցեղասպանության ոգեգոճումներ եւ պատմական ծրագիրներ։ Սակայն հայ եկեղեցու գոմե մերժվելը ոչ քրիստոնյա ըլլալու պատճառաբանությամբ խոր ցավի աղբյուր է անոնց համար։ Ջագատագիրն է մեզ մուսուլմանացուցած, բայց այդ մեզի հայ ըլլալուն չարքիլեր, կնշեն անոնք։ Այսօր անոնք գարիք ունին գաբի Հայաստանի եւ Սփյուռքի հետ։ Այս պատմությունը կհիշեցնե անաբադի մեջ իսկ, ուր Թալիաթ Փաշա թույլ կդար հայերուն ապրիլ, անոնք կշարունակեին գոյատևել վերակտնելով իրենց անունը, լեզուն եւ հիշողությունը։ Արևմտյան Հայաստանը այս համայնքը կճանչնա 2011-ին ի վեր, երբ ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը սկսավ այցելել Սուրիա։ Հունիս 21-ին Դրեզդենի Հայդուն մշակութային միությունը կազմակերպեց մշակութային գեղեցիկ երեգումը, որոնց մասնակցեցան թե գերմանացի եւ թե հայ արվեստասերներ։ Միջոցառման նախաձեռնողներն էին եղբայրներ Արամ եւ Արմեն Հայդեյանները, որոնք ներկայացուցին բազմապովանտակ ծրագիրը երկերեն մինչեւ պատկերարվեստ։ Երեգոն վարողը Արմեն Հայդեյան միևնույն ժամանակ ներկայացուց ելույթ ունեցողները եւ համառոտ կերպով ներկայացուց հայ մշակույթի պատմությունը գերմաներենով եւ հայերենով։ Երաժշտական բաժնի ընթացքին ներկայացվեցան Գոմիդասի եւ ժամանակակից հայ հեղինակներու ստեղծագործություններ։ Միջոցառման ընթացքին արվեստաբան Հայարփի Հակոբյան ներկայացուց միջդատարյան հայկական գիրքարվեստին նվիրված վերլուծությունը։ Հետաքրքրական էր նաեւ նկարչական ցուցահանդեսը։ Երեգոն ավարտեցավ հայկական քաղցեղեններով հյուրասիրությամբ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։